Ելնելով հուշառույթ գանգատներից կրծքավանդակում ցավ, որը ճառագայթվում է դեպի ձախ ձեռքը, ծնոտը, որը կարող է լինել սուր սրտային հիվանդության ախտանիշ, բուժառույն անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց լրացուցիչ լաբորատոր եւ գործիքային հետազոտելու նպատակով։ Դատավորի երեկվա այս հայտարարությունից հետո փաստաբանները Գյումրիի քաղաքապետին փնտրել են երևանյան հիվանդանոցներում ու չեն գտել։ Ավելի ուշ պարզել են, որ հիվանդանոցի փոխարեն Ղուկասյանին դարձյալ բանտ են տեղափոխել։ Պարզվեց, որ թույլ չի տվել ուղեկցող ջոգը, որպես իրականում շտաբ օգնության մեքենան պարոն Ղուկասյանին տեղափոխի հիվանդանոց եւ նրան տեղափոխել են քերակատարողական հիմնարկ։ Այսինքն ակնհայտորեն ուղղակի բժշկական ցուցման պայմաններում պետությունը արգելել է, որպեսզի անձը ստանա գոնե նախնական բժշկական օգնություն, որտեղ գանգատները վերաբերել են սրտի շրջանին եւ վտանգավոր են եղել։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանի կարծիքով ոչ միայն իրենց, այլ նաև դատավորին են խաբել։ Որտեղ դատանը հստակ ասեց, որ հաշվի առնելով, որ առողջության հետ կապված հրատապ հարցեր, նույնիսկ հարկ չի համարել, որպեսզի Վարդան Ղուկասյանը գա մասնակցի նիստին, այլ նույնիսկ այն տպավորությունները, որ այդ պահին արդեն տեղափոխված է պարոն Ղուկասյանը, երբ որ դատանը ընթերցում էր դա։ Դատավորի խոսքից դա էր բխում։ Նույնիսկ իմ կարծիքով դատավորին են խաբել, որ տեղափոխում են հիվանդանոց, այնինչ թույլ չեն տվել, որ տեղափոխեն հիվանդանոց եւ տարել են քերակատարողական հիմնարկ։ Ով է որոշել, որ բժշկի ցուցումով հիվանդանոցի փոխարեն Ղուկասյանը պետք է նորից բանտ տեղափոխվի։ Այս հարցի պատասխանը ստանալու համար հարցում են ուղարկել ոստիկանություն։ Մենք հարցումներ ենք նախ իրականացել պարզելու համար, այդ ով է ինքնագլուխ որոշել, որ անձին պետք է տեղափոխել ոչ թե հիվանդանոց, այլ քերակատարողական հիմնարկ։ Այստեղ արդեն մենք գործ ունենք ռեալ վատ վերաբերմունքի խոշտանգման հետ, որի հետ կապված եւ ներկայացվել են հաղորդումներ եւ շարունակվելու են ներկայացնել հաղորդումներ, եւ միևնույն ժամանակ պլանավորում ենք խափման միջոցի հարց բարձրացնել դատարանի առաջ, որովհետև բացի այն, որ կա արդեն հիմնադրությունների հստակ ցանկ, կա նաև պետության հստակ դրսևորած վարկագիծ, որը վտանգում է արդեն պարոն Ղուկասյանի կյանքը։ Քերակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանն Ազատությանը փոխանցեց, որ իրենք որևէ փաստաթուղթ չեն ստացել այն մասին, որ դատարան կանչված շտաբ օգնության բժիշկը Ղուկասյանին հիվանդանոց տեղափոխելու ու հետազոտելու անհրաժեշտություն է տեսել։ Պնդեց, թե այդ մասին մամուլից է իմացել։ Պաշտոնյանն նաև հավաստիացրեց, որ Ղուկասյանը բժիշկների մշտական հսկողության տակ է, բայց առողջական վիճակի մասին իրավասու չէ հավելյալ տեղեկություն տրամադրել։ Ավելի վաղ բժիշկները Ղուկասյանին ստուգել ու եզրակացրել են, որ նրա հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկում չեն, թեև նաև նշել են, որ Գյումրիի քաղաքապետը բուժման կարիք ունի։ Փաստաբանը պահանջում է իր պաշտպանյալի հիվանդությունները ամբողջության մեջ դիտարկել, պնդելով, որ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել Ղուկասյանին։ Փորձագետները առանձին հիվանդություններն են գնահատել, թե դա կալանքի կրման հետ համատեղելի է, թե համատեղելի չէ, սակայն կառավարության որոշումով նշվում է նաև հիվանդությունների համակցություն, որը կարող է այն կարգի ազդել անձի կյանքի որակի վրա, որ ինքը առողջական խնդիրների խաթարման առաջացնի։ Այսինքն մարդը կարող ունենա 5 տարբեր հիվանդություն, որոնցից յուրաքանչյուրը եթե ունենար ինքը համատեղելի կլիներ կալանքի հետ, բայց դրանց համակցությունը արդեն բերում է առողջական վիճակի այնպիսի խաթարման, որը անհամատեղելի է։ Այս հարցին կարծես թե ոչ ոք անդրադարձ չէր կատարել։ Ռուսամետ հայացքներով հայտնի Ղուկասյանին այսօր ամփոփիչ ասուլիսում անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ մի դաշինքում լինելու մասին Ղուկասյանի հայտարարությունը նրա նկատմամբ քրեական հետապնդման առիթ է դարձել։ Լավրովը ի դեպ սխալ տեղեկություն ուներ, թե Ղուկասյանը տնային կալանքի տակ է։ Правильно упомянули, что вменяется ему в вину то, что он призвал рассмотреть возможность присоединения Армении к Союзу России и Белоруссии. Ճիշտ նշեցիք, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կոչ է արել դիտարկել Հայաստանի հնարավոր անդամակցությունը Ռուսաստան-Բելարուս միությանը։ Որևէ կերպ Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չդնող քաղաքական հայացքների համար ձերբակալությունն իհարկե մտահոգություն է առաջացնում։ Լավրովի հիշատակած հայտարարության հետքերով Ղուկասյանի դեմ հարուցված վարույթը վերջերս կարճվել է։ Քննիչները մի քանի ամիս քննելու հանցակազմ չէին տեսել։ Գյումրիի 65
Բաղրամյանը ընդդիմադիր քաղաքապետը մեղադրյալ է միանգամից 3 կաշառք ստանալու, խուլիգանության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու փողերի լվացման գործերով։ Մեղադրանքները չի ընդունում, բանտում է անցած հոկտեմբերից։ Վերջերս նրա կալանքի ժամկետը եւս 3 ամսով երկարացվեց, ինչը փաստաբանները բողոքարկել են, բայց վերաքննիչ Ադյանը դեռ որոշում չի կայացրել։